Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչել։ Երեխայի մահից հետո 2025 թվականի հոկտեմբերին մահացել էր նաև նրա հայրը՝ Նորայր Պետրոսյանը։ Նրա մահից կարճ ժամանակ անց կինն իմացել էր, որ հղի է։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհը գալու առթիվ։ Այսօր համացանցում տեղեկություններ տարածվել այն մասին, որ առավոտյան մահացել է ամիսներ առաջ անհետ կորած, ապա Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը։ Մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2 տարեկան Տիգրանը։ Նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց հենց Մարմարիկ գետում։ Մարմարիկ գյուղից հրապարակին հայտնել են, որ երիտասարդ տղամարդու մահվան պատճառը ինֆարկտն է։ Տեղացիները պատմել են, որ տղամարդը երեխայի մահվանից հետո ծանր առողջական վիճակում է հայտնվել, պարբերաբար բարձր ճնշում է ունեցել, իսկ ժամեր առաջ հերթական բարձր ճնշման արդյունքում ինֆարկտից մահացել է։ Հավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք ողբերգական դեպքի մասին։ Հիշեցնենք, մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2 տարեկան Տիգրանը, նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց Մարմարիկ գետում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Վարույթը նախաձեռնվել էր քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով։ Նշենք, որ այդ օրերի ընթացքում, երբ փնտրվում էր փոքրիկ Տիգրանը, ժամանակ կեղծ լուրեր էին տարածվում համացանցում, թե գտնվել է Տիգրանը, թե զանգել են, սպառնացել են, որ Տիգրանը իրենց մոտ է եւ գումար է հարկավոր եւ նմանատիպ այլ տեղեկություններ։ Ընտանիքը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս հարցազրույցներով, նշելով, որ նման տեղեկությունները սուտ են։ Ընտանիքի հայրը լրագրողների հետ զրույցում ժամանակին ասել էր, որ չի հասկանում, թե ինչպես կարող է հայը հայի հանդեպ նման կերպ վարվել։ Ամիսներ առաջ այս պատմությունից մենք մանրամասներ էինք փոխանցել ձեզ։ Մայիսի 4-ին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում անհետացած 2-ամյա Տիգրան Մանուկյանի հայրը Արթուր Մանուկյանը կիսվել է որդու անհետացման դեպքի վերաբերյալ իր մտահոգություններով։ Նա ասել է, որ ավելի հակված է կարծել, որ երեխային տարել են։ Նրա խոսքով, չնայած փրկարարները ջանքեր են գործադրում որոնելով Տիգրանին Մարմարիկ գետում և Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում, մինչ այժմ որևէ հետք չի հայտնաբերվել։ Նա ընդգծել է, որ գետից տարբեր կենդանիների դիեր են դուրս բերվել, սակայն իր որդու հետքը չկա։ Ոչ մի հետք չկա, այս ջրից ինչ ասես հանել են, կատու, գառ, հորդ, հավ, բայց փաստն այն է, որ երեխաս չկա։ Չկա կոշիկ, չկա շոր, իրենից ոչինչ չկա։ Ոչ մի վարկած էլ չեմ բացառում։ Կարողա տարել են, կարողա որն է, այսօր փաստը վկայում է, որ ես հակված եմ նրան, որ ավելի շատ նրան տարել են, նշել է փոքրիկի հայրը։ Տիգրանի հայրը նաև կեղծ է որակել դրամահավաքի մասին տեղեկությունները։ Օրեր շարունակ ֆեյսբուքյան էջերում տարածվում էին լուրեր, թե դրամահավաք է իրականացվում Տիգրանին փնտրելու համար։ Ինչպես նաև դրամահավաքի վերաբերյալ տեղեկությունն այն էր, որ գումարի դիմաց պահանջել են Տիգրանին։ Չգիտեմ, այդ սայթերով YouTube-ով դնում են, թե ծնողներից այսքան գումար են պահանջել, դրամահավաք են կանում։ Ժողովուրդ ջան, չկա նման բան, ապա տեղեկատվություն է, մի հավատացեք, ասել է նա։ Նա նշել է, որ նման բան լինելու դեպքում ինքը անձամբ հայտարարությամբ հանդես կգա ու խնդրել է նաև, որ որևէ մեկը իրեն գումար չփոխանցի։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Մարմարիկ գյուղում 2-ամյա Տիգրանի առեղծվածային անհետացման դեպքով իրենք ուսումնասիրում են հնարավոր տեխնոլոգիական միջոցների կիրառման հնարավորությունները։ Նախարարը նշել է, որ դեռ նախորդ շաբաթ անձամբ է խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ, պարզելու թե արդյոք հնարավոր է որոշակիություն մտցնել դեպքի հանգամանքներում օգտագործելով տիեզերական լուսանկարներ։ Նրա խոսքով, վերջին օրերի ընթացքում Հայաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատանք է տարել միջազգային առաջատար տեխնոլոգիաների շուրջ 2 տասնյակ ընկերությունների հետ, սակայն մինչ այժմ ստացված տվյալներով եղած արբանյակային լուսանկարներից ամենանորը թվագրվում է ապրիլի 26-ին, ինչը բավարար չէ դեպքի ճշգրիտ պատկերը վերականգնելու համար։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով,
հասկանալու թե արդյոք հնարավոր է որևէ կերպ ստանալ լրացուցիչ տվյալներ այն օրվա վերաբերյալ, երբ տեղի է ունեցել երեխայի անհետացումը, նշել է նախարարը։ Հիշեցնենք, որ Տիգրան անունով 2-ամյա տղան Մարմարիկ գյուղում անհետացել է հանկարծակի և առեղծվածային պայմաններում, ինչն առաջացրել է լայն հասարակական հետաքրքրություն, ինչպես նաև մտահոգություն։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների և Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Գավառի փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակում են մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։ Ինչպես այստեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտից փրկարար ծառայության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով երեխայի որոնողական աշխատանքները սկսել են նաև Մարմարիկ գյուղի Մարմարիկ գետին հարակից մոտ 4 կիլոմետրանոց անտառում։ Փրկարար ծառայության կինոլոգները Մարմարիկ գետից դեպի անտառ 1 կմ լայնությամբ և 3 կմ երկարությամբ հատվածում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն թե երեխային, թե կասկածելի իր չի հայտնաբերվել։ Կինոլոգները շարունակում են որոնողական աշխատանքները։ Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչության, Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատների փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակում են Մարմարիկ գետում նույն գյուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները։ Երեխայի որոնողական աշխատանքները շարունակվել են նաև Աղբյուրակի ջրամբարում, ժողովրդին հայտնի Ծովինարի ջրամբարում, որտեղ փրկարարները և մի քանի կամավորներ փչովի նավակներով մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ էին կատարել։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրանց աշխատանքը տեղում ղեկավարում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանն ու հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանը։ Փրկարարներն օգտագործել են անօդաչու թռչող սարքեր, ջրի հատակը նկարահանող սկաներներ, սակայն դեռ որևէ լուր չկա։ Նշենք նաև, որ Տիգրանի անհետացման վերաբերյալ տարբեր վարկածներ կան։ Ոմանք ասում են, որ ընտանիքը թշնամիներ ուներ, և հենց այդ թշնամիներն էլ որոշել են իրենց վրեժը լուծել։ Լրագրողները հարցրել են Տիգրանի հայրիկին. արդյոք կա այնպիսի մարդ, ով կարող էր նման քայլի գնալ, սակայն Տիգրանի հայրը դժվարացել է մտաբերել մեկին, ով կարող էր երեխային տանելով նման քայլի գնալ։ Նաև լուրեր են պտտվում, թե Մարմարիկ գյուղում այդ օրերին գնչուներ են եղել։ Շատերը կարծում են, որ հենց այդ գնչուների ձեռքի գործն է, և հենց նրանք են տարել փոքրիկ Տիգրանին։ Մարդիկ նաև կասկածելի էին համարում հարևաններին, կարող եմ միայն ասել, որ մեծամասնության մոտ հավատ չկա, որ երեխան գետն է ընկել։ Ճարահատված առավոտից երեկո փնտրում են, բայց չգիտեն երեխան այնտեղ է, թե ոչ։ Պանորամայի հետ զրույցում նշել էր Վահան Ղարիբյանը, ով ընկերների հետ մի քանի օր շարունակ մասնակցել է Մարմարիկ գյուղում կորած 2 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքներին։ Ղարիբյանը նշել է, որ անօդաչու թռչող սարքերով որոնողական աշխատանքներ են կատարել գետի և մերձակա բոլոր հատվածներում, սակայն որևէ հետք չկա։